Մարտի 21-ն է, այս պայն արդեն մոտ 1 ժամ է Վիոլա ջուրընկերության Մաշտոցի տեղամասի աշխատակիցները սկսել են ջրագծի վերանորոգման աշխատանքները, թեպետ արդեն ճշտել են, որ այս աշխատանքները իրենք կարող են չանեն, քանի որ այս հատվածով անցնող խմելու ջրի խողովակների պատասխանատուն իրենք չեն։ Բնակիչները դեռ սովետական տարիներին իրենց ուժերով անցկացրել են, բայց հիմա քանի որ խնդիր է առաջացել, Վիոլա ջուրը այնպես չի, որ չմտածեն, թե Վիոլա ջրի գովքն եմ անում, հիմա իրենք եկել են եւ օգնում են։ Էլ եմ ասում, սա այն դեպքն է, այս հատվածում Վիոլա ջուրընկերությունը իրոք անելիք չունի, բայց արդեն 1 ժամից ավելի է կատարում են աշխատանքներ, որպեսզի բնակիչներին խմելու ջուրը մատակարարվի։ Այս աշխատանքները առաջ գնաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ Աչափնակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջամտության արդյունքում։ Հիմա լավ է, աշխատանքները երևի մի քանի ժամ կտևի, որից հետո այս բոլոր սեփական տների, տեսնում եք, սեփական տների բնակիչներին արդեն ջուրը կմատակարարվի։ Իդեպ բնակիչներն էլ կանոնավոր միշտ վճարումները կատարել են, ինչպես երեք նշեցի, նույնիսկ կան տներ, որ կանխավճարներ են վճարել։ Հիմա տեսնում եք, ամբողջը նոր թազա է, չէ՞ ժողովուրդ արվում։ Այնա նոր թազա ջրագիծի անցկացվում է, որպեսզի բնակիչների ջուրը մատակարարվի։ Այն փողոցներ են, չէ՞ այսօր անելու։ Հա, նաև այստեղ է Վիոլա ջուրը աշխատանքներ կատարելու, երեք որ ամբողջ օրը խմելու ջուրը ոսում կորում է, հիմա տեսնում եք, այստեղ նույնպես արվելու է աշխատանքներ։ Բնակիչները թող տեղեկանան, որ սա հսկայական աշխատանք է եւ այն որ ասում եմ, սայլը տեղից շարժվեց շնորհիվ Երևանի քաղաքապետի Ավինյանի եւ Աչափնակի թաղապետ Սարգսյանի ու Վիոլա ջուրընկերության։ Նաեւ տեղեկացա, որ երկու շաբթօրը բնակիչները, սեփական սեկտորի բնակիչները գնալու են Վիոլա ջուր, որպեսզի պայմանագիր կնքեն եւ դառնան արդեն 100%-անոց Վիոլա ջուր ընկերության, ոնց որ ժողովուրդ ասում, կլիենտ։ Ողջույն։ Ի, մեռնեմ Աստծո զորությանը։ Այսօր արդեն ջուրը կստանան, չէ՞ ժողովուրդը։ Հա, ինչ լավ է։
Բալի ժողովուրդ ջան։ Սա ես ասում եմ 30 րոպե ջուրը կստանա ժողովուրդը։ Տենում ես մարդիկ իրանց Հեսա կամաց հացավ արդեն կդրվի։